Երկիր մեդիան ներկայացնում է։ Ծննդով ես լոռեցի եմ, ծնվել եմ Ալավերդի քաղաքում, արմատներով կարսեցի եմ, ինձ համարում, որտև ծնողներս Եղեռնի 15 թվին Թուրքիայից են կարսեցի են եղել ծնողներս։ Իմացել է, որ աշխարհի ծայրից կես վերստենը մի հիվանդանոց կա օրգանոնների համար։ Օրգանիզմ տխմար։ Ալկոհոլով թունավորված օրգանոնների համար։ Նա կգնա։ Այ կտեսնեք։ Կգնա։ Ո՞վ Աստծեր։ Ես։ Մերսի ծարատ Աստվածուհու, ինչպես էր այդ Աստվածուհու անունը։ Մուսա։ Ապուշ։ Ոչ թե Աստվածուհի, այլ Մուսա։ Մեծ ուրախությամբ աշխատել եմ և թատրոնում, և կինոյում, չնայած ես մի քիչ ուշ մտա կինոաշխարհ, արդեն բավականին կայացած դերասան է, երբ հրավեր ունեցա Հայ ֆիլմում առաջին իմ գործս, դա Հայկ Վերդյանն էր, Վերադարձ ֆիլմում, իմ դեբյուտն էր փաստորեն, որից հետո սկսեց իմ ստեղծագործական կյանքը նաև կինոյում, Հայ ֆիլմում քիչ եմ նկարվել, այդպես դասավորվեց իմ կյանքը, դե ժամանակ մի քիչ կար նման մի բան, որ ընդհանրապես շատ քիչ էին տեղ տալիս երիտասարդ արվեստագետները քիչ էին նկարվում ու նրանք ունեին իրենց նախընտրած ռեժիսորը, իր դերասաններն ուներ, այդ դերասաններն էին նկարում։ Շատ դժվար էր երիտասարդ դերասանին մտնել կինո, մի խոսքով։ Դրա համար իմ մեծ մասամբ նկարվել եմ դրսում, շատ ֆիլմեր ունեմ դրսում եւ ունեմ եւ տաջիկ ֆիլմում ունեմ գործեր, եւ Բելոռուս ֆիլմում, եւ Ուկրաինայում, եւ Մոսկվայում, մի խոսքով ավելի շատ դուրսն եմ նկարվել, քան թե Հայ ֆիլմում։ Աստի վրա երբ ջուրն է իր ճեղքում թիով, ով է ծաղկած քո հոգու մեջ, այդում համար էր սիրտը թպրտում, այդում անուններ շուրթերը չշոյում, երբ Աստված էին կանչում բոլորը, երբ փաթորիկներ շուրջդ մռնչում, Երնեք լինեիր տեսունակով կույր, ոչ չտեսնեից, երբ բոլորը հայացքները հառաց երկինք, վերին փրկության շնորհին կարոտ, ասա։ Իմ իհարկե տարերքը դա թատրոնն է, ես ինձ թատերական դերասան, թատրոնի դերասան եմ համարում, որովհետև թատրոնն է, որ ինձ համար ավելի հարազատ է իհարկե թատրոնը բազմաթիվ դերեր, մի խոսքով, շատ դերեր եմ խաղացել, դե պատկերացրեք, եթե իմ խաղացանքում 4 շեքսպիրյան դերակատարում ունեմ, նշանակում է հետարքեր կենսագրություն ունեմ թատրոնի առումով։ բախն ու հաջողությունը, Այս աչքերը ինձ չեն կրնարկապել, այս խոսքերը ինձ չեն կրնարկապել, ինչ լավ է, որ եկար, Ստեփանո, ինչ լավ է, որ եկար, ուրախ, Դու որ այդպես ուրախ ես, եկուր ուրախացնեք և ուրիշներ։ ինչ է ուզածդ խոսնել, Պետք չէ պիտի մերժես, երբ եմ քեզ մերժեր, ետ կանչի աքսորեն ու հանգուրգենը։ Հանգուրգեն։ ինչ, ով,
Դու խոստացար, որ չես մերժելու։ Դու կուզես, որ ես լույս կուզեմ, լույս կուզեմ դեմքդ, քու գեղեցիկ տիրամոր դեմքդ, չէ որ մութ է, գրեթե մութ է, չէ որ մութը ինձի քեզի համար չէ ստեղծված, մութը հանցանքի համար է ստեղծված, տավի, Ընդհանրապես մարդը միշտ հաշվետու է լինում իր արած գործերի, իր արած չարած գործերի։ Դրա համար մինչև այսօր ես եթե այդպես վերցնենք հաշվետու եմ իմ ժողովրդի առաջ, ինչ եմ արել, ինչպես եմ արել եւ ինչ պետք է դեռ անեմ։ Ինձ համար ամենակարևորը դա է։ Որովհետեւ ես դեռ ուժ ու եռանդուն եմ աշխատելու եւ աշխատում եմ թատրոնում շատ Եվ իհարկե այս վերջին տարիները մի քիչ է կինոյի աշխատանքը, չնայած հիմա բուրըն ինչ-որ բան է գնում, սերիալներ, բայց ես ինձ սերիալներ չեմ սիրում սերիալներ, եւ չեմ էլ տերևութին նկարվի Բայց ինչ տանտի ինչ ուշ կար չէ ինչպիսի դիկցիա որքան զգացմունք ինչ ձայն ինչ կրքեր Չեր կային այս կրծքում, որքան դրեր չխացած, Չէ կողմերը և ձեր թշերը պայթեցրեք, պճեցեք և կատաղեցեք։ Միշտ մտածում է դերասանը, թե ինչ է թողնում իրենից հետո։ Այ ես օրինակ մտածում եմ, պետք է այնպես ապրել, որ չկորցնելով ժամանակը, տարիները, չնայած երիտասարդ տարիներին շատ էի վազվզում հեռուստատեսությունից, թատրոնից կինո, մի խոսքով քաղաքներ, նկարանումներ եւ այլն, հիմա մի քիչ ավելի հանդարտ է կյանքս, բայց ես միշտ մինչև այսօր այն դերասաններին եմ պատկանում, թվին եմ պատկանում, որոնք շատ հաշվետու են իրենց արած գործի համար, որովհետև պարզ է չեմ ուզենա, որ ինչ-որ մի գործ անեմ, որ ամոթով մնա։ Դրա համար կարևորում եմ հանդիսատեսը պետք է նախ եւ առաջ զգա իմ արած գործը գնահատի, ամենամեծ քննադատը համարում եմ հանդիսատեսին, եւ թատրոնում, եւ կինոյում, եւ ընդհանրապես։ Լռել կարողանում եք։ Դա մեծ արժանիք է։ Բառերն ու հնչյունները գալիս են ու անցնում, իսկ լռությունը մնում է։ Կարողացեք լսել ձայնը լռության։ Ժամանակին ես հիշում եմ
Ուլյանովին հարց տվեցին, ասեցին, որ դուք խաղացել եք շատ դերեր, բայց գոհ եք ձեր ապրած կյանքից, ձեր խաղացած դերերից։ Նա ասեց, իմ չնայած խաղացել եմ շատ դերեր, մեծ, բայց հավատացեք, որ իմ երազած դերերից երևի թե 20-30%-ն է համընկել, մնացածը դեռ փայփայում եմ իմ մեջ, որ երբևիցե կխաղամ։ Նույնն էլ եղել է Հրաչյա Ներսեսյանի հետ, մեր այսպես ասած, մեր մեծ դերասանի, որ իր ձերը, իր երազանքները չկատարվեցին։ Նա ժամանակին երազում էր Սիրանո դե Բերժերակ խաղալ, բայց այդպես էլ չխաղաց այդ մարդը, այդ խոշոր մեծ արվեստագետը։ Եվ երբ որ թատրոնում հիշում եմ, ինձ պատմել են, Սունդուկյան թատրոնում, երբ որ այդ ներկայացումը բեմադրվում էր, ուրեմն հրամանը բան արեցին, կախեցին դերակատարման։ Ֆրունզե Մկրտչյանը պետք է խաղար այդ դերը, գրել են ինքը, ասում են, որ տեսել էր, ասում է, երբ որ նայեց, կարդաց այդ հրամանը, որ ինքը չկար, ինքը հոնքուր սկսեց լաց լինել։ Այդպես է դերասանի կյանքը, այնպես որ իհարկե կան դերեր, որ կփափակեի, կերասեի դեռ խաղալ, բայց ես կարծում եմ դեռ ժամանակ կա, երևի թե շատ դերեր, որ երազել եմ եւ երազում եմ ինչեւ այսօր կկատարվի, ինչքան կհասցնեմ, չնայած ժամանակը այսօր շատ արագ է գնում։ Ես միշտ ինչ-որտեղ վախով եմ զգում ամեն մի նոր գործ սկսելիս, վախը միշտ ինձ հետապնդում է։ Այնպես չի, որ ես վստահ եմ, ես անում եմ, ես ամեն փոքր երեխայի նման կարծես առաջին քայլերն եմ, այդպես եմ ես ստեղծագործում, երբեք չի եղել այնպես, որ այսինքն իմ հեղինակությունը ինչ ա եղել, որ կանենք, բան այդպես չի եղել։ Երբեք ես միշտ մեծ վախով եմ սկսում նոր գործը եւ երևի դա մեջ կար շատ խորը բան իմաստ, որովհետեւ ստեղծագործել այդքան հեշտ չի, մեր գործը շատ դժվար գործ է, այսօր են մեր գործը շատ հեշտացրել, դերասանի, այսպես ասած, մասնագիտությունն այսօր թվում է թե ամեն յուրաքանչյուր մարդ փողոցից մարդը կարող է այդ գործով զբաղվել, դա այդպես չէ, դա շատ բարդ գործ է, դերասան, այսպես ասած մասնագիտությունը, դերասանի մասնագիտությունը շատ բարդ գործ է։ Որտեղ է Ռամոն Գրիսը։ Չգիտեմ։ Լսիր, քո կյանքը նրա կյանքի դիմաց։ Ասա որտեղ է Գրիսը եւ գնա տուն։ Չգիտեմ, գուցե Մադրիդում է։ Պաբլո, դու ուզում ես մեռնել ինչ որ Գրիսի համար, որ հիմա թքած ունի քո կյանքի վրա։ Որտեղ է Գրիսը։ Առնետին տեսաշ։ Ինչ առնետ։ Բեխերդ խուզիս ծրիկա։ Որտեղ է Գրիսը։ Դե, որտեղ է Գրիսը։ Գերեզմանոցում, դամբարաններից մեկում, կամ գերեզմանափորի խրճիթում։ Եթե ճիշտ ես ասել տուն կգնաս, եթե ստում ես, ես քեզ այս ձեռքով կսատկացնեմ սրիկա։
Ես դրան խապեցի, Խուան, որպեսի մի կուշ տուկուր ծիծաղեմ։ Իմ միլիոնները դա իմ արվեստն է, իմ գործն է, որը արել եմ շատ ազնվորեն ծառայել եմ մեր ազգին, ես դա ծառայություն եմ համարում, ընդհանրապես դերասանությունը, թատրոնը ընդհանրապես դա ծառայել է նշանակում, ծառայել, ստեղծագործել և հպարտ եմ իմ և մասնագիտությամբ և իմ արած աշխատանքով, չեմ ուզում ասել, որ ցերություններ չեն եղել իմ գործում, եղել եմ, բայց արել եմ այնքան, ինչքան կարողացել եմ անել։ Ես ապրել եմ այնպես, ինչպես կարողացել եմ, ստեղծագործել եմ այնպես, ինչպես կարողացել եմ, բաներ չեմ ունեցել, որ հասնեմ ինչ-որ բաների, ինչի կարողացել եմ հասնել, հասել եմ, թե ինչի դեռ կարող եմ հասնել, դա իմ ձեռքում չէ, Աստծո ձեռքին է, են էլ ինչ-որ արել եմ, Աստծո մատը խառնեղ է միշտ, և ես երախտապարտ եմ, իրեն, որ ինձ տվել է հնարավորություն անել, են ինչ-որ արել եմ։ Սա քեզ դուր չի գալիս։ Ինչու՞։ Ինչ խոսես մարդկային արժանապատվությունից։ Թույլերը չեն կարող կայսր լինել։ Ես չեմ ուզում իմ խորտ հոր նման, կայսր Կլավդիոսի նման, լինել, որին թույնավորեց մայրս։ Թույլերը չեն կարող ժողովուրդ ղեկավարել։ Կայսրը պետք է լինի ուժեղ, նա պետք է սարսափ տարածի իր հավատքների մեջ։ Սա է ղեկավարելու արվեստը։ Ինչ։ Երազանքներ ունեմ թորնիկներից մեծ տեսնել արդեն նրանք ինչպես կապրեն, երազանք ունեմ ծորներ ունենալ, շատ բան ունեմ, երազանքներս շատ են, ասեցի, որ նաև նոր գործեր անել, ստեղծագործել, նայել, տեսնել երջանիկ իմ թորնիկներին, նրանց տեսնել, թե ինչ կդառնան, ինչ մասնագիտություն կընտրեն, ինչպես կապրեն։ Քրիստոսը դեռ 40 օր մնաց երկրի վրա, երևաց աշակերտներին և Աստծո արքայության մասին խոսեց, հետո հավաքեց նրանց և ասաց. գնացեք աշխարհով մեկ ու ավետարանը քարոզեցեք բոլոր կենդանի էակներին, ով հավատա ու մկրտվի կփրկվի, իսկ ով չի հավատա կդատապարտվի։ Կուզենայի, որ մեր ազատ երկրում, Հայաստանում տիրի համերաշխություն, երջանիկ կյանք, ոսկե դար, կուզենայի, որ հայրը լավ ապրեն, կուզենայի, որ երազում եմ չտեսնել ոչ մի չունևոր մարդ, չեմ ուզում աղքատ մարդ տեսնել, հայրը պետք է լավ ապրեն, կուզենայի, որ
երջանիկ լինեն, առողջ լինեն։ Սա է իմ ցանկությունը, առողջություն եմ ցանկանում բոլորին, երջանկություն, անօթևան մարդ չլինի, որ այսօր ես մեկ-մեկ երբ որ նայում եմ, օրինակ Գյումրիում, երբ որ դեռ տեսնում եմ տնակներում մարդիկ կամ կուզենայի, որ այդ տնակները վերանան, կուզենայի, որ մեր ժողովուրդը բոլորը տաք բնակարաններում ապրեն, ցուրտ ցրտից չխուսափեն, ընդհակառակը, երբ որ ձմեռ է գալիս, ուրախանան, որ ձմեռ է գալիս, չէ՞ որ ձմեռն էլ իր յուրահատուկ գեղեցկությունն ունի, դա նույնպես տրված է մարդուն, որ երբ որ տաք տներում ապրեն, այդ ձմեռվա այդ երջանկությունն էլ կզգան, ինչպես գարնանն է զգում, աշնանն է զգում, ամռանն է զգում։ Կուզենայի, որ դերասանները մեր այնպես չլինի, որ ճարահատյալ խաղան այն, ինչ որ իրենց տրամադրում են, այլ ընտրության կարիք էլ ունենան։ Այսպիսի մի բան կա, չէ, իշխանությանն է դա հիմնականում Համլետն է ուղղել։ Ժամանակին Համլետը խոսել է դերասանների մասին, ասում դերասանների հետ պետք է լավ վարվել, որովհետև նրանք ժամանակի տարեգրությունն են եւ համառոտ տարեգրությունն են, ավելի լավ է մայից հետո վատ տապանագիր ունենա, քան թե կենսանության ժամանակ նրանց կողմից վատ հիշատակում։ Դա ինձ թվում է պետք է մեր իշխանությունները միշտ հիշեն, որ դերասանների պետք է լավ վերաբերվել, որովհետև արվեստ ստեղծող մարդիկ են նրանք։ Միլացիր փոքրիկս, սա ընդամենը թատրոն է։